շրջան, գիտեք, մտածում էի, որ այսքան օրը պիտի վկայեմ, աղոթում էինք կնոջս հետ ինչ վկայություն ասենք, որովհետև հովիվը անցյալ անգամ խնդրեց, որ մեր կյանքից բան վկայենք, ինչ որ Հիսուս Քրիստոսի մասին, գիտեք, վկայությունը մենք վկայում ենք, որ մեր կյանքում ինչ որ մի բան ելել է, որ մեր Հիսուսը ինքը կենդանի է։ Ամեն, մեր Աստված, մեր Հայրը, որ գործում է, ինչպես մենք ենք մեր կյանքում, մեր ընտանիքներում, գործում մեր երեխաների հետ, նույնպես առավել ևս մեր Հիսուս Քրիստոսը, մեր Հայրը, մեր Աստվածը գործում է մեր կյանքում։ Ես ուզում եմ վկայեմ իմ կյանքում, ոնց է Աստված ինձ կին օրհնել։ Մեկ էլ ուզում եմ մի փոքր վկայեմ, ոնց եմ ես Աստծուն եկել, քանի տարեկանում, որ մի քիչ հետաքրքիր է ավելի։ Ես ուզում եմ ոնց կա, ոնց իմ կյանքում Աստված գործել է, այնպես պատմեմ, ոչ ավելացնեմ, ոչ պակասացնեմ։ Եվ գիտեք ինչ, Աստված ուզում է, որ մենք մեր վկայությամբ մարդկանց համար, այսօր ես գիտեմ շատ մարդիկ ունեն կարիք վկայության, այս վկայության ոնց ամուսնանաս, ոնց իմանաս, որ դա քո կնիկն է, որովհետև ես էլ եմ փնտրել, ես էլ եմ երեցներին շատ հարցրել, ոնց իմանամ, ինչ անեմ, որովհետև իմ մի տարիքում եմ շատ երիտասարդ 16 տարեկան էի, երբ որ ես ապաշխարեցի, ոնց որ այսօր Վարդուհի քուրիկ դուք փնտրում եք Աստծուն, սովորում եք, շատ լավ բան եք անում, որովհետև մենք ինչքան շուտ ճանաչենք Աստվածաշունչը, այնքան ճիշտ կսկսենք քայլել, ճիշտ ապրել։ Այդտենց ես գիրքը կարդում էի, մեկ էլ 16 տարեկանում եմ ապաշխարել ու շատ այդ օրվանից երջանիկ բան իմ կյանքում չեմ գտել։ Հիսուսից երջանիկ բան իմ կյանքում չկա։ Մինչև այսօր այդ երջանկությունը իմ մեջ է, իմ հույսն է Հիսուս, իմ ամեն ինչն է։ Ես այնքան ուրախ եմ, որ այսօր ես Հիսուսի զավակն եմ, ձեր հետ ստեղ միասին Հիսուսին եմ փառաբանում։ Մենք գիտենք հայրեն sense մի հատ խոսք կա, մենք եթիմ չենք, մեր Տերը Հիսուս Քրիստոսն է։ Ամեն ինչի մեջ։ Այսօր ով որ ինչի կարիք ունի, սիրելի քույր եղբայրներ, ես ձեզ հորդորում եմ, դիմեք Հիսուսին, Հիսուսը ուզում է մեզի օգնել։ Հիսուսը ամեն րոպե մեր համար աղոթք է անում, որ մենք քիչ սխալվենք, քիչ տառապենք։ Թող Աստված օրհնի մեր վկայությունը։ Ուրեմն ես 16 տարեկանում եմ ապաշխարել ու գնում էի ուկրաինական եկեղեցի ու շատ էի կարդում Աստվածաշունչ ու մի օր սենց փուճուր եկեղեցի էր ծնվել մեր Խարկով քաղաքում հայկական։ Ես տեղափոխվել էինք այդ եկեղեցում ու շատ սենց քիչ մարդիկ էին գալի ու սենց հասակ էր հասել իմ տարիքը, որ պիտի ամուսնանայի, 22 տարեկան էի դառել, բայց ես մեր հովիվին ասում էի, հովիվ ջան, ես ուզում եմ լինեմ Պողոս Առաքյալի նման, չամուսնանամ, որովհետև ես կարդացել եմ, որ երբ որ ամուսնանում ես, դու ավելի ուզում ես կնոջը հաճելի լինես, քան Հիսուս Քրիստոսին։ Ես շատ փառք եմ տալի իմ հովիվի համար, որովհետև իհարկե ես մազերը իմ պատճառով է սպիտակ է։ Ես շատ էի տանջում իրան հովիվին, այնքան հարցեր էի տալի, ելնում էր չէի լսում, ելնում էի խռովում էր իրանից, ինքը երբ որ ինձ հանդիմանում էր, ասեց Էդգար եղբայր, շատ լավ բան ես ասում, բայց պիտի լինի հայտնություն քո կյանքում, իրոք Աստված ուզում է, որ դու չամուսնանաս։ Ինքը ինձ շատ ուղղել։ Եվ ես աղոթում էի, ասում էի Տեր Աստված, եթե քո կամքն է, ու գիտեք ինչ, ես գրքում ինչքան տեղ կար ամուսնության մասին, վեկալում էի, կարդում էի, գիշեր ցերեկ, լսում էի հովիվների, Դերիկ Պրինսիների շատ լսում։ Գիտեք, Դերիկ Պրինսը մի օր բան ասեց, ասում է մի հոգու աղոթքը, ասում է քանդում է 1000 դևերի, բայց 2 հոգու աղոթքը քանդում է 10,000 հոգու։ Ամեն։ Ու ասում է, գիտենք ինչ, Ադամը երբ որ ման էր գալի այգի մեջ, հետո զգաց, որ իրան օգնական է պետք, Աստված իրա կողեց Ադամին քուն բերեց եւ իրա կողեց բերեց իրան օգնական մեծ։ Եվ այդ բանի մեջ ես համոզվա, որ ես իմ կնոջ հետ կարամ ոչ թե կնոջս հաճելի լինեմ, այլ Հիսուսին երկուսով ավելի շատ հաճելի լինենք, ավելի շատ պտուղ բերենք, ավելի շատ ծառայենք։ Ու մեր Հայաստանից
իմ մորքուրի մարտն եկի ինքը հովիվ էր։ Ասում եմ Մաքսիմ եղբայր, ո՞նց իմանամ, իմ համար ես չեմ ուզում գնամ հենց այնց ամուսնանամ, ասում եմ։ Ես ուզում եմ իմանամ ո՞նց աղոթեմ, որ Աստված այն որ այն կեսը պատրաստել է ինձ օրհնի։ Մեկ էլ ինքը ինձ բացատրեց, ասում եմ ոչ մի բանից մի վախեցի, Էդգար եղբայր, կանգնի, ասա Տեր Աստված, այն Ռեբրոից, որ Ադամին պատրաստել ես, նույնն էլ իմ կողքը, իմ կեսը, որ պատրաստել ես, ես ուզում եմ ամուսնանամ, օրհնի ինձի։ Ու ինքը մի հատ վկայություն պատմեց, ասում եմ մի հատ եղբայր, ինքը աղոթում ասում Աստված իմ, այն կեսը, որ ինձ պատրաստել ես, թող ես այսօր գնամ եկեղեցի, դուռը բացեմ, որ քուրիկը իմ դեմը հելնի, ես կիմանամ, որ դա քեզանից է Տեր իմ։ Այս եղբայրը գնում է եկեղեցի, դուռը բացում է, մի հատ քուրիկ է հելնում, այս վկայությունը շատ տեղեր կան ասում են այդ մասին, մի հատ քուրիկ է հելնում իրանց եկեղեցու քուրիկներից ու Աստված ասում է դա քո կեսն է։ Ու այդ աղջիկը մի աչքը լինում է կոր։ Ես ասում եմ ինչ որ եղբայրն է պատմում։ Այս եղբայրը գալիս է Աստծո հետ սկսում է աղոթքի, ասում է Տեր Աստված, դա արդար չի, իր աչքը կոր է, ես սիրում, Աստված ասում է քո կեսն է։ Ու եղբայրը համաձայնվում է Աստծո հետ, ու իրանք ամուսնանում են։ Ու ասում է անցնում է մի ամիս, Աստված այցելում է քուրիկի աչքը։ Ու այդ բանի մեջ գիտեք ինչ, միշտ սատանան հիշեք, ուզում է մեր օրհնությունը գողանա, միշտ մտքեր է տալու, միջև որ Աստված օրհնի մեզի։ Ու մեր եկեղեցում երկու հատ փոքր քուրիկ կային, շատ փոքր sense եկեղեցի էր։ Ես ասում եմ Տեր Աստված, ով պիտի իմ դեմը հելի, հասակով, տարիքով մարդիկ են, երկու հատ փոքր քուրիկ են, ասում եմ ու տենց մտքերի մեջ եմ, ու ասում եմ Սուրբ Հոգի, ես չեմ կարող կողմ որոշում, խնդրում եմ ինձ օգնի, մի հատ աղոթք թող ծնվի իմ մեջից, ասում այդ քուրիկները փոքր ու գիտեք ինչ, այդ ժամանակ սկսում է սատանան էլի ինքը արթուն է, միշտ ուզում է գա մեր օրհնությունը, մեզ խանգարի, որպեսզի մենք կյանքում օրհնություն չստանանք, կյանքում չանենք այնպես, որ Աստվածաշունչն է ասում, Տիրոջ կյանքով չշարժվենք։ Եվ իմ ընկերները ասում են, Էդո ջան, հասկանում ենք, ասում են, ինձ Էդո են ասում, որ դու լավ տղա ես։ Կարանք ասում է գնանք աշխարհի մեջ մի լավ աղջիկ ջոգենք, քեզի ճարենք, այտենց են ասում։ Բեր դու թող ապաշխարի, ասում եմ մենք նայում ենք, որ դու մեր ձեռից գնում ես, սաղ ուր այդ մասին ես մտածում։ Ասում եմ բրատ, ես աղոթում եմ, ասում եմ, եղբայրներ ջան։ Գիտեք, ուտեղ միշտ ինձ Սուրբ Հոգին հիշացնում է, որ լույսը խավարի հետ գործ չունի կյանքում։ Ես շատ եղբայրներ եմ ասում, եթե մենք հավատացյալ ենք, մենք աշխարհի հետ գործ չունենք։ Ես չեմ դատում աշխարհի, որ ոչ մի մարդկանց, բայց դա էլ Աստծոց չի, եթե մենք խավարի հետ ամուսնանանք։ Ուրեմն այս ընկերներս ասում են, մենք մի հատ հավատացյալ, իրանք խաբում են, բայց իրանք սիրտի վրա շատ էր ցավում։ Ասում են, քեզ մի հատ լավ աղջիկ ենք ճարել, արեք գնանք, ասում է, իրանց տուն խոսանք, ինձ շատ էին սիրում ու գիտեն, որ ես ճարից հեռու մարդ եմ, ուզում եմ օգնած լինեին միշտ։ Ու տենց ընկերներով հավաքվեցին, գնացինք մեկի տունը, մի հատ աղջիկ տենանք, ոնց կա, ասում եմ։ Հա, գնացինք, մտանք, իրանց ծնողները շատ ուրախացան, ու այդ աղջիկը տունը չէր։ Ու հելանք մեկ էլ հայաթում մի հատ հավատացյալ տղա էր հայ նստած Ուկրաինայում, ասում աստ ինչ եք անում, ասում ենք եկել ենք սենց հարցով, մեկ էլ այդ տղեն ասում է, Էդո ջան, բայց գրված չի, որ հավատացյալը հավատացյալի հետ պետք է ամուսնանա, ինչ գործ ունես, ասում աստեղ, գիտեք, կարմրը համաչեցի, որ Աստված այսօր այդ մարդու միջոցով ինձ ուղղում էր։ Եկա աղոթեցի, ասում Հիսուս ջան, չգիտեմ ոնց աղոթեմ, օգնիր ինձ այս հարցի մեջ։ Եվ աղոթեցի, Սուրբ Հոգուց մի հատ sense աղոթք ծնվավ, ասում Տեր Հիսուս, թող մի հատ աղջիկ իր մամայի հետ գա, մի հատ քուրիկ եկեղեցի եւ դրանով կիմանամ, որ դա քեզանից է։ Ու աղոթում էի, ու այդ աղոթքս մոռացել էի, որ այտենց պիտի լինի։ Ու անցնում է այտենց մի ամիս, Մաշա քուրիկը իր մամայի հետ գալիս է եկեղեցի։ Բայց ես կուրսել չեմ, ես
գիտեք ինչ, մենք միշտ ուզում ենք մեր աչքերով փնտրենք մի բան, որ մեզ է դուր գալի, մեր մարմնին հաճելի լինի, որովհետև ես մի քիչ ավելի ուրիշ ձև էի նայում, ուրիշ աղջիկ էի ման գալի։ Այտենց գիտեք ինչ, ես նկատել եմ մեզանից շատերն են, այտենց որ մենք մեր մարմնին հաճելի բաներ ենք ման գալի, մեր ուզած ձևով, բայց Աստված ավելի լավն է պատրաստում միշտ։ Մի բան, որ ականջը չի լսե, աչքը չի տեսե, Տերը ինչա պատրաստե իրան սիրողների համար։ Եվ անցնում է մի ամիս, Մաշայի մաման մոտիկանում է, ինքը մի քիչ բայվոյ տոտա է, չամաչում ոչ մի բանից։ Ես այտենց հելել էի աղոթում եմ, հետո պաշտամունքի վերջին եկել ասում է, դու որտեղ ես ապրում։ Ու ասում եմ Խարկովում եմ, ու սկսում է լիքը հարցեր տալ, բայց ես չեմ հասկանում, քիչ այտենց հարցնում։ Հա, ու այտենց իրանց հետ ծանոթանում ենք, Մաշան իր մամայի հետ ապաշխարում են, ես ու հովիվն ենք մկրտել ջրով Մաշային, Մաշա քուրիկին։ Ու անցնում է մի վաղտ, իմ պապան էլ էր, այնքան էր սիրտը վրաս ցավում, որ ես այտենց սպասում եմ մինչև Աստված ինձ պիտի օրհնի։ Ու պապաս էլ էր այտենց բան անում, ասում է, լսի, քիչ քեզի մաշակորիկը դուր չի գալի, ասում եմ, նա ինչ աղջիկ է, Հիսուսին փառաբանում է, ինչ լավ երգում է, ասում եմ, եսին պա, ասում եմ, սիրտս չի կպնում, ասում եմ։ Հետո հովիվը եկավ, ասում է, Էդգար եղբայր, նայ մաշակորիկը ինչ լավ աղջիկ է, ասում է, քիչ ես ուզում, ասում եմ, հովիվ ջան, չեմ անում։ Մեկ էլ հետո հովիվը այդքան տենց խոսում են հետս, տենց բան են անում ու մի օր երազիս մեջ տեսնում եմ Մաշա քուրիկին։ Մաշա քուրիկը իրանց տան դեմը կանգնած, այդպես ավլում է սպիտակ շորերով, մոտիկանում եմ ուշադիր նայում եմ Մաշա քուրիկին։ Գիտեք, այդ օրը անցնում է, բայց Մաշայի հետ вообще մի բառը չեմ խոսացել, իսկի չեմ ասի անունը ոնց է, այտենց այդ օրվանից գիտեք, ասենց սկսում եմ, ասենց լցվում եմ, ասենց Սուրբ Հոգին սկսում է աշխատանք տանել, ու ամեն օր ասենց սիահարվում եմ Մաշա քուրիկի վրա։ Ասենց այնքան եմ բանում, որ հովիվ ասում է, եղբայր, ես ամեն ինչ հասկանում եմ, բայց ասում եմ, պեչի ելքդ կորցնես, ասում է։ Ու Մաշա քուրիկն է տենում երազ իր մամայի հետ, որ մենք հարսանիք ենք անում, որ պիտի ամուսնանանք, ու տենց գիտեք ինչ, սենց մեկ էլ Սուրբ Հոգին մի օր բացում է ինձի, ասում է, հիշում ես, որ դու աղոթում ես մի հատ աղջիկ թող իր մամայի հետ եկեղեցի գա։ Հիշում ես, ու այդ խոսքի վրա ես ամրապնդվում եմ այդ աղոթքի վրա, հաստատվում եմ, որ դա իրոք Աստծուց է։ Բայց միջև այդ մի հատ, ասենց մի փոքրիկ փորձություններ եմ անցել, որ կուզեի ասել, գիտեք ինչ, միջ աղոթքից վաղ Սատանան գալիս էր ինձ ասում էր, այն հովիվը որ վկայել էր աչքը կորա, գիտեք, ասում էր, հեսա կաղոթես, Աստված քեզի մի հատ գեշ աղջիկ կտա ու կասի դու պիտի ամուսնանաս։ Բայց փառք Հիսուսին, որ մի փոքր ես Աստծո խոսքը գիտեք Աստծո խոսքը ինչ ասում։ Ասում է դուք չար լինելով, գիտեք ձեր երեխաներին, չէ, որ մեր երեխեքը մի բան ուզում են, մենք վատ բան չենք տալի, չէ, օծ կամ կարիճ, բայց առավել մեր երկնային Հայրը այսօր գիտեք գիտի մեզ ինչա պետք սիրելիներս, ոչ միայն ամուսնության մեջ, բայց դա շատ կարևոր է, իմ համար շատ կարևոր էր այդ ամուսնությունը, որ Աստված օրհնել է, ես ամեն օր փառք եմ տալի, ու այնքան աղոթքներ էի անում, ասում էի Աստված ջան, իմ կինը թող այնպեսի լինի, որ ես այդ կնոջը տենամ ամեն օր քեզ փառք տամ։ Անենց սենց մի քիչ խիտրի աղոթքներ էի անում, որ Աստված Փառք Հիսուսին, սիրելի իմ քույր եղբայրներ, եւ այտենց շատ իմ կյանքում եղել են վկայություններ, գիտեք ինչ որ երիտասարդ հասակում գալիս էինք, նստում ենք երիտասարդական ծառայությունների, հովիվ ասում էր ով վկայություն ունի, թող ելնի վկայի։ Ամեն անգամ ասում էի, այդքան վկայություն ոնց կարաս նստես, սպասես, միտես, լսես, բայց տարիների ընթացքում ես հասկացա, եթե մենք այսօր Հիսուսի հետ ենք, եթե մենք Հիսուսից կախված ենք, գիտենք ինչ, եթե ամեն օր աղոթում ենք, մենք ամեն օր պիտի աղոթենք իմ սիրելի քույր եղբայրներ, որպեսզի մենք ամեն օր Աստծոց կախված լինենք։ Այնքան վկայություններ ա լինում մեր կյանքում, լիքը վկայություններ, որ չես իմանում որը պատմես, բայց այսօր սենց նախապատրաստել ենք Մաշայի հետ, Մաշան ասում է վկայի, փառք Հիսուսի այդ վկայության համար։
մի հատ էլ վկայություն պատմեմ, ես վերջերս երբ որ նոր էինք եկել այստեղ, մենք չգիտենք որ ստե դժվար է այս տները հանելը, վարձատրելը, ոչ մի բանից, շատ բաներից միջև հիմա կորսի չենք, որ ջոբ սենտերը պիտի թույլ տա, որ դու գնաս այդ տունը հանես։ Մենք բանից լագերից գնացինք մի հատ տուն, որտեղ որ ապրում էին մեր հետ ցիգաններ։ Ես ցիգանների դեմ բան չունեմ, բայց Աստված օրհնի իրան, բայց մի հատ այնց ընտանիք էր, որ գիշեր-ցերեկ կախարդում էին, մենք իրանց վատ բան չէինք արել, ոչ մի բան, բայց չգիտեմ քի Աստված բերել էր մեզի տան մեջ, մենք ամեն օր օրհնում էինք իրանց, ես շատ վաղ պատմել եմ մեր քուրիկներին, որ ամեն օր գալիս են երկու հատ ձու են ուզում, իմ համար մեկ է, իրանք Աստված ասում է, ուզում են օրհնեք, տվեք, ու մի օր Մաշան մի քիչ նեղվել էր, ասում է, լսի, ասում է, մենք հասկացանք, ասում է, միշտ Մաշան հարցնում է ինձ, սենց բաներ ա եղել, ասում է, ուզում են օրհնեք, տվեք, ասում է, մի վախեցեք, մեր Աստված, ասում եմ, ամենահզորն է, մեզի ոչ ոք չի կարա կյանքում կախարդի, ինչ-որ թուղթ ու գիր անի, որովհետև ասում եմ, մենք գիտենք մեր Հիսուսը ով է կախարդը, ով է սատանան, մեկ էլ ասում է, հա, ես ուզում եմ տամ, բայց իրանք սենց բանի համար են ուզում, եղունգներ են կդրում, գցում են մեր տան դեմը, մի խոսքով մի հատ սենց փորձությունների մեջով անցանք, որ Աստված ավելի շատ ամրապնդեց, սկսեցինք մեզ անիծողներին օրհնել, մեր հետ ոչ մի բան չեղավ, գիտեք, բայց իրանց հետ իրանք ինչ հանում էին, իրանց թող Աստվածների ուղղակի ոնց կա ասում եմ, իրանց գլխին էր գալի, իրանք ամեն օր հիվանդանոցներն էին գնում, ընկել էին պարտքերի մեջ, մենք օրհնում էինք իրանց, մինչև այսօր օրհնում ենք իրանց դեմ ոչ մի բան չունենք, մի հատ վկայություն եմ ուզում ասեմ, բայց մենք աղոթում ենք, որ Աստված մեզի մի հատ տուն տա, որ առանձին գնանք ապրենք, Ջոբ Սենտերը ասում էր, պիտի այսքան փող աշխատեք, այս անեք, այն անեք, որ կարողանաք գնդել, մենք գնացինք աշխատանքի ընդունվանք, Փառք Հիսուսին, ոնց որ պետք է Աստծո կանոնով ընդունվեցինք գործի ու ասինք տուն ման գանք, որպեսզի գնանք առանձին ապրենք, աղոթում ենք ու այդ ընթացքում տներ էինք ճարում, դպրոցի մոտ տուն էինք ճարել, այնքան էինք ուրախացել, որ երեխեքին մոտիկ կլինի, մտանք մեր դուրը շատ եկավ այդ տունը, բայց այս տանտերը ասում է պիտի 4000 է, այդպես բան մենք вообще չգիտի, երևի զալոգ թե կառույցում պիտի մուծեք 4000 եվրո, որպեսզի կարողանաք մտնեք այդտեղ ապրեք։ Մենք էլ ասում ենք հիմա 4000 եվրո որտե՞ղ ճարենք բերենք, սրանց տանք, որ այս ցիգաներից պրծնենք։ Բայց Փառք Հիսուսին ես ասում եմ Մաշա, արի գիտես ոնց աղոթենք։ Մի հատ Աստված տնես տուն տա, որ գնանք այդտեղ տանտերը ասի կառույցությունը քիչ-քիչ մուծեք։ Ու աղոթում ենք, այդ ընթացքում էլի տներ ենք ճարում, խոնավ, բան, այնքան ենք հոգնել ցիգաներից, որ ուզում ենք մի ձևով գնայինք։ Բայց Մաշան ասում է, չի արի, էդի չի ասում, էլի աղոթենք ու աղոթեցինք, Աստված մի հատ այնքան լավ տեղ է մեզի տունը օրհնել ու գնացինք, որ այդ բանի հետ խոսանք, տանտիրոջ հետ խոսանք, մտանք մեր տունը առաջի հարկ, ակրասեփական տուն, ոնց որ պետք է խանութների արանքում այդ տունը ու եկավ այդ տանտիրոջ կնոջ հետ խոսացինք, մեկ էլ եկավ իա տղեն, նստացինք սրճարանում, որ խոսանք, հիմա այն մոմենտին եմ սպասում, որ այս տղեն ինչ կասի այդ կառուցողի համար, մեկ այս բանը, ասում է գիտեք, ասում է այնքան զանգող կա, ասում է փողերները ձեռը, կառուցողները ձեռը, բայց ասում է իմ մաման ասեց, որ ես ձեզի ընտրեմ, ասում է կառուցողն էլ ասում է քիչ-քիչ կտակ, ասում է, որ ասես կառուցողը քիչ, ես էլ այդ տղուն այդքան բաներ ասում եմ, էսի Աստծա Մաշա, այս Աստվածա գրգե ու Փառք Տիրոջը այնքան լավ ընտանիք են, яր օգնում են, Փառք Հիսուսին, ինչ եմ ուզում ասեմ, որ Աստծուց անհնար բան չկա ոչ մի բանի մեջ։ Այսօր դաժե ես երջանիկ եմ, այսօր չեմ վախում վաղվա օրվա համար։ Ես դաժե որ սոված եմ մեռնեմ Հիսուսի մոտ կընկնեմ։ Բայց առանց Հիսուսի սիրելիներս ոչ մի բան չեմ ուզում անեմ։ Ես չեմ ուզում մարմնի կյանքով ապրեմ, չեմ ուզում խավարի մեջ ընկնեմ, չեմ ուզում միտեղ ընկնեմ, որ Տիրոջ օրհնությունը չկա։
Ուզում եմ մի հատ Աստվածաշնչից մի հատ տեղ կարդամ։ Իմ դուրս շատ է գալիս, ինչը Աստված ասում է բոլորիս։ Ղուկասի ավետարանի 18 գլխի առաջի խոսքից։ Ասում է մի քաղաքում մի դատավոր կար, Աստծուց չէր վախենում եւ մարկանց չէր ամաչում մարկանցից։ Նույն քաղաքում մի արի կար, որ գալիս էր նրա մոտ եւ ասում. Իմ ոսոխի դեմ մի դատ արա։ Եվ դատավորը երկար ժամանակ անտեսում էր, բայց դրանից հետո իր մտքում ասաց. թեև Աստծուց չեմ վախենում եւ մարկանցից չեմ ամաչում, բայց այն բանի համար, որ արի կինը ինձ հոգնեցնում է, նրա դատն անեմ, որ անընդհատ չգա եւ ինձ չանհանգստացնի։ Եվ Տերը ասաց. լսեք, թե ինչ էր ասում անիրավ դատավորը։ Իսկ Աստված արդարություն չի անի իր ծառաներին, որոնք գիշեր-ցերեկ աղաղակում են եւ նրա հանդեպ միայն համբերատար կլինի։ Այո, ասում եմ ձեզ, նրանց հանդեպ իսկույն արդարություն կանի։ Իսկ երբ մարդու որդին գա, արդյոք երկրի վրա հավատք կգտնի։ Այսօր ես այս տեղը կարդալով հասկանում եմ մի բան, երբ որ մի բան ենք խնդրում, սիրելի իմ քույր եղբայրներ, գիտեք, Աստված ուզում է, որ մենք հաստատուն լինենք, հավատարիմ լինենք, ինչ որ խնդրում ենք եւ անպայման Աստված մեզ կօրհնի։ Ամեն։ Ասում է Հիսուսը իրոք կգա հավատ կգտնի։ Այդ ընթացքում գիտեք, միջև Աստված ուզում է իմ կյանքի փորձից եմ ուզում ասեմ, որ ուզում է օրհնի, միջև օրհնությունը ուզում է մեզի սովորացնի այդ օրհնությունը վայելենք, ուզում է մեզի սովորացնի ճիշտ մեզ կարողանանք պահենք, մի քիչ համբերատար լինենք։ Իմ կյանքի այսօր մի հատ հասարակ օրինակ եմ բերում։ Հիմա իմ երեխան ասում է. «Պապա, ինձ հետ ավտոն առ»։ Ասում եմ. «Հա, պապ», ասում եմ, «Բալես, ես համաձայն եմ»։ Բայց ասում եմ, «Դու պիտի սովորես երթևեկության կանոնները, որ կարողանաս ավտոն քշես»։ Միջև այդ ինչքան բան կա, որ ես իմ երեխուն սովորացնում եմ, տրամադրում եմ, ամեն ինչով, ասում եմ, նույնպես էլ մեր Աստված այսօր ուզում միջև մի բանը օրհնել է, մեզ Աստված շատ բաներում ուզում է մեզի սովորացնի կարգավիճակին, ճշմարտությանը, որ մենք ճանաչենք, ամեն։ Նույնպես էլ մեր հոգևոր կյանքում այսօր Աստված, որ ուզում է, որ մենք լինենք համբերատար, լինենք հավատարիմ Աստծուն, ինչ որ խնդրեք կստանաք Հիսուս Քրիստոսի անունով, ամեն, թող Աստված օրհնի բոլորիս, ամեն, այսքանը։ Բարև ձեզ, սիրելի ժողովուրդ, եղբայրներ, քույրեր, ուրեմն Էդգարին գիտեմ արդեն 4-րդ տարին է, շատ եմ փոշմանել, որ Էդգարը ինձի մենք հանդիպեցինք, Էդգարը ինձի ասեց, որ հասկացրեց, որ ուր էշտամ ինչ եմ կամ Հիսուսի ճամփով, ես ուշադրություն չդարձրեցի, ասեց ու նոր ինքը եկավ, ես տեսա, ես այնքան ուրախացա, որ ինքը եկավ, ինքն էլ ինձ տեսավ ուրախացավ, եկել է այսպես քնե, վայ, Վարդ ջան, ինչ լավ է որ դու ստեղ ես, միշտ աղոթել եմ որ դու ստեղ եղնես ու եկա ու քեզի տեսակս է, ճիշտ է, հետո էլ ասեմ որ ուրեմն Ֆայնայի հետ մենք ծանոթացանք, երևի մի տարի, հա, Ֆայնան ամեն անգամ ինձի կսեր, Վարդույ, քել էշտանք ժամ, ով կսի, գնա աման, ես չեմ գա, ու ամեն անգամ ինքը ինձի կսեր, ես էլի տեղյակ չի տա, ով կսեի Ֆայնա, գնա, ճիշտ ես իրան չէ իսե մի գնա, նույսի դիրավունքը չունիմ, բայց չէ էլ լսե իրան, ով կսեի չեմ գա, գնա, մի օր մպես եղավ, որ Ֆայնան, Վարդ, քել էշտանք էլի, գոնե մի անգամ արի կտեսնի սդիգ ինչ է, ով սի լավ, խելրծրիր, ենքան կսես որ, կեցի մի օր ըմքամ նայեմ, դիգ ինչ է, ու եկա, ինչ կուզեմ ասեմ սիրելիներս, ամենայն ազնվությամբ, շատ եմ փոշմանել, որ ասեցի ես իրան մի օրում, շատ եմ փոշմանել, որ նոր կճանչեմ ես Հիսուսին, ճիշտ է գիտեք, ամեկս մեր անգյունում մենք աղոթենք, աղոթել եմ միշտ էլ, առավոտ իրգուն, խոսացել եմ, բայց էդի գետ չէ, ժողովուրդ, ամենայն ազնվությամբ, համ էլ կփորձեմ, որ ես ուրիշներին այդպես բացատրեմ, ինչ որ ես չեմ հասկացել, բայց լավ խոսք է, կսե լուչը պոզնը չեմ նիկագդա, ու շատ գոհ եմ այսօրվանից, որ սիրելիներս, ստացվավ իմ մոդս, ես ես քայլին դիմեցի ու չեմ փոշմանել,
Ուրեմն ժողովուրդ ջան, ես եկել եմ Ուկրաինայի Օդեսա քաղաքից, ունեմ 4 երեխա, 2 տղա, 2 աղջիկ։ Աղջիկներիս հետ եկել եմ Գերմանիա պատերազմի ժամանակ, տղեկս մնացել են այնտեղ, տղեկս չկարողացան դուրս գալ, ուրեմն այս թվի հունվարի 25-ին Ֆայնայի հետ մեր տունը նստած էինք, նայեմ մեծ աղջիկս գունաթափված եկավ սենյակից դեպի մեզի, նայեմ կսեմ Արփին է ինչ եղավ, համ գուզես է, համ դախենագն ձես է, մամ հեշպան, ինչ կսեմ հեշպան, ну что-то случилось, ինչ եղել, սա շուտ era, Լևոնին բռնել են, ու ամենը ծնողեք կպատկերացնեք 4 երեխա դուրս եկե, այդ տեցեկայիշնիկները, ուրեմն Ֆայնան, ասավ ես էշտամ, սի չէ նստի Ֆայն, ասավ չէ ես էշտամ զանգեմ քույրերին, եղբայրներին, հովիվին մենք աղոթենք, դուք մնացեք ձեզ հետ, որոշեք ինչ ենեք, ուրեմն տղես կելնի տնից կեշտա հաց առնելու, կեշտա կզգա որ հետևից մարդ կուկան, քանի հոգի, բես կեղնի որ խոդեր կեղնին, կեշտա այդ խոդերի մեջ ինքը երկար կպարգի ու գլոխը տնեգը անին ու ձերքերը բան որ չնգադեն իրան, իրանք ֆանարիկներով ման կուկան մետ 10 րոպե ու մեկը կգտնի, կսե արեք դիա ես իրան կդա ստեղ է, ուսեմ որ էլի փառք ասոր տղես չի ընդդիման է, որ ընդդիմաներ կծեծեին իրան, դուբինկեկով, ճարտու փշուր կենեն, իրանք թկած ունին մարդու վրա, տղես ելել է, տարել են ուղիղ վայենչաստ, անցավ մի քանի ժամ տղես զանգեց, դե խնդրել էր, դե սրազու հեռախոս բան կվերցնեն ձերքից, տղես զանգեց, դե ասեմ եղկալուց ենով, են փոքր երեխեն որ կուկակ, ասեմ մամա կատիկ տուր կամ սոսոս տուր, այդ ձևի, ասենք 40 տարեկան տղա է, մամ ջան, կրնասն ձեզ տեղից հանես, աշխարը շուր եկավ աչքերիս դեմը, ու կախեց, համի խառնվել եմ իրար, համի չիդեմ ինչ եմ ժողովուրդ, արդեն գելին ոտով կուզեմ Գերմանիայից եշտամ Օդեսա, չիդեմ ինչ եմ, ուրեմն ուղեղիս եկավ մի ադմ մարդ ունինք իմ տարիքիս է Լովան, զանգի Լովային ինքը կրվել է ու արդեն եկել է հետ, որտև տարիքը էլ չի պազվոլիցենը, որ ինքը կրվի, զանգել եմ կսեմ Լովա ջան կսեմ, Լևոնին բռնել են, ինչ կրնանք ենենք, ինչ ենենք, տեցեկայից հանենք, սա վարդու ջան, նախ տեցեկայից հանելը շատ դժվար է, դի անչապ դժվար բան է, ունդեղից չես կրնա իրան հանե, կամ էլ բդի 12-ից 15,000 փող, 10 ղրգես քարտիս, որ ես էշտամ իրան հանեմ, հա ինքը այդ հնարավորությունը ունի, ես գիտեմ, բայց ես այդ փողը չունեի, սա լովաս ես չեմ կրնա, այդ ուժը չունիմ ես, սա բարդ ջան, ուրեմն կամ ինքը բդի մնա, երբ որ տարան իրան լագեր դա, տրինիրովքի օր, տրինարավացեն են ու պատերազմ ուղարկեն, լագերից բդի փախնի, ուրիշ ելք չունի, ինքը կփախնի, ինքը ուժեղ է, սպարծմեն է, ոբշեմ, տղես նորից զանգեց, մամ ջան, ինչ եղավ, սի Լևոն ջան դիմացի, ձյադ Լովան ասեց, որ կրաս փախնիս լագերից, որովհետև ասեց, որ ինքը ни первый, ни последний, համարյա 2 միլիոն մարդ այդպես փախել է, բայց բդի ստացվի, ինչ ասեն ասված բդի օգնե, առանց Աստծո զորության ոչ մի բան չի եղնի, այսօրվա օրը ես արդեն ոչ թե միլիոն միլիարդ տոկոս գիտեմ, երկրորդ օրը արդեն տանինգը իրան ավտոբուսով կտանին, ուր կտանին, իրանք հələ չեն ասե, իրանք պետք է հասնեն նոր ասեն, ակազցե կտանին իրանց ում են, ուրմ է 6-7 կիլոմետր, ժամվա ճանապարհ, ուրեմն կհասնին մի հատ պեզակալոնքի մոտ, դեռ քիչնին ծխել է տուալետ բան, տղես կեշտ այդ պեզակալոնքի մարդուն կսե մի ադմ կրնակ, ձեր հեռախոսը տակ զանգեմ, ու դա կզանգե կսե աղբորը, Էդգար կսե ես կարող է համի ճանապարհը քչեմ կստացվի, ես կարող է փախնիմ, առավոտ 7-ին կուկամ ըստեղ այս պենզակալոնքեն կբացադրե ուրինչ, դեդ մարդը կոքն է, 7-ին արեք ընձի վերցրեք, լավ, ուրեմն կեշտան դալշը, կեշտան մի հատ խանութ կեղնի, մեծ խանութ, այսոն կկագնին այդ բրնողները, տեցեկայիշնիկի, դուրսը, երեխեքին կսեն մդեք խանութ, տուալետ, ծխախոտ էսեն, տղես կեշտամ կնայեմ հետևս, կեշտամ ման կուկամ ծագուճուղ, որ փախնիմ,
Նայեմ գսե վերջը մամա դուր է։ Խանութի չորնի վիխը։ Դրես նայ գործոնք դուրսն են չեն նայ կեշտատեղ մի հատ աղջիկ կեղնին կնիկ աղջիկը չդեմ գսե խնդրեմ գնձի բռնել են տանինգը նու այդ լագեր որ հետո պատերազմն ինչ կեղնի դուրը բաց ես փախնիմ չէ գսե ես ինչ իրավունք ունիմ ես ով եմ դուրը բացեմ ես բացեցի ինձ բռնին գիտես ինչ կենեն համենզի համկե չէ գնա ստեղից քելե գնա դրես շատ կխնդրե չի թողնա Կեշտա երեխես կդառնա յետևը կնայի որ այդ կնիկը չկա նորից հետ կեշտա երեխեք հետ կեշտա կնայի որ դրան վրա բալինկը այդ կնիկը բալինկը թողը վրան գնացել է նու կպատկերացնեք ես հեքիաթ է տղես կսե բացի ու մամա դե հունվարի 22-ը ձուն ծմեր ցուրտ կսե մա բացի ու այսպես ձերքերս կսե երեսիս տարի ու ծառներ ցուրտ Ծամեր, ու կսե վազի, վազեմ, կսեմ տղես ուր կվազեիր, կսեմ աչիդեմ, մեննակ հերու պախն է, ինձի չբրնեին, երեխեք վազե, մեկ է թեմը մեծ ամբար կեղնի, մեծ ամբար, կսե մդա այդ ամբարը, մդա կսե ֆրֆրացի, մդա իշտամ նայեմ մի ադամ դուրն է պակ, կսե լբդի բանեն եմ զամուկը մեկ էր բացեմ, նայեմ ստեղ ինչ է, բն չէ պակ, բայց զաբրոշին է, մարդ չկա, պուստո է, մեկ էր կբաց է դուրը կմտնի, որ երեխեք կրավատ կանդեղ, մի ադմ կրավատ, կպատկերացնեք, կսե բամա հմի ծուրդ է, չիդեմ ինչ աղպարգիմ, բայց կսե լավ է երկուատ պայտնիկ է իհակի, թե չէ կսե սար է իգը, կսե նորից քիչ ման է գա, դե հետաքրքիր է, չէ իշկա չկա, մի ադմ կսե մատրաս կդա, մամա, մատրասը պերի վրեն կծե կպարգի, Կսե մեկ է ժամ դողդղացի ու կսե արդեն անջդվել է, քնել է մարդս, քնել է։ Հարավոտ 7-ին ումոր գրգեն կեշտ այդ պեզակալոն կայրան վերցն է, այս մարդը կզանգեն որա կսե մի արեք, ինքը չի եկե, չկա ինքը, համի ինչ կեղնիս, զանգելը ննձի կուլամ, աստվածս կսեմ բրնին ճարտին, թե բդի եմ վաղծեյձեին էլ պետար, ճարտին ու տարան երեխիս, հմ ես ուր դից իմանամ ինչըղ, Դու միս այրեխես որ տակցել է, քնել է, ոչ ժամացույց ունի, ոչ հերախոս ունի, ձերքիտ տարել են, անջատվե քնել է, կզարդնի որ 10 անց կես կեղնի, ժողովուրդ, երևի չեք էլ հավադա իշ կպատնեմ, կելնի ու կեշտա դեմը ռասկ ու կա բան, էստեո, մամա կսե դեմս էստեո է լավ, մդա 3-4 հոգի կաշխադեին, բարև տվեցի, պատմեցի, սեցի ով եմ, ինչ ձև եմ ստեղ բաներ է, Կսեմ լև չվախեցար, որ մատնեին, բրնեին, մաքսենձի համար արդեն մեկ էր, ես էլ ելք չունեի, մի հատ 50 տարեկան Անդրեյ անունով վայենի կեղնի, վայենի, ժողովուրդ, կսե Լևոն արի ես քեզի տանիմ Օդեսա, վայ կսեմ տղես չվախեցար, որ տաներ հանձներ, մամ կսեր ես էլ աչքիս, ինչ կսեն թրիս ետևն ու առաջը կդրած էր, էլ չիդեի, ուր էշտա, ինչ են էի, Մենակ Լևոնը զանգեց, սավ մամա կրնակ, ես մարդը ոչ մի բան չի ուզե, մենակ $200 գրգեք, որ ճամպեն երգար է, էշտակա բենզինի փող, ուրիշ ոչ մի կոպեկ ժողովուրդ, գրգեցինք փողը, ես վայեն ես տնեգը տղիս կբեր է, ուրեմն կուկան, դեմը կեղնի պոստ, աչ ու ծախ կողմը պոստերը կեղնին, Հմ կսե մամա հլը չենք հասե, ես քրդինքը ջուրը վրայիցս կեշտա, այդ մարդը նմանապես, որովհետև բռնին իրան դադենգը, այսօր էլ չիդեմ իշկեն են։ Մամա կսեգիլ հասել ենք պոստը դարդագ է, կսե մարդ չկա մամա, այդպես բան ժողովուրդ, պոստի վրա մարդ չեղնի դիք երեխեք հրաշք է, ամեն պոստի վրա բդի 7 հոգի եղնի, են մյուս կողմը կսե պոստն էր, մի հատ ավտո էր, մի հատ բան, մարդ, պագրանիչնիկ իլի չիդեմ ինչ, ընդոց կստուգեր, կսե հասանք տեղ տորմուզ բդի տանկային ինչ է, մեր 2-3 սեկունդ է վայրգյան է չիդեմ, կսե կագնանք ու կսե խոչը ճղեց այդ մարդը, մինչև Օդեսա, տերավ իմ տղիս հասցրավ տուն, նոր հերախոս առանք, համար բան, նոր զանգեց խոսացինք, իրոք պարդ տիրոջը, ուրեմն են շապատ մի փոքր բանս եմ էլի, որ հավատքս ավելի քան է իշտալով կուժեղանա, որովհետև տեսնիմ գա Հիսուսի գործերը, ուրեմն շապատ օրը մենք ստեղ ենք, են շապատ, պրձավ ամեն ինչը, ես կագնած եմ չիդեմ, ձեզ էդ վայտը խորատակ են էի, մեզ աղջիկս էլի եղավ կունա թապված, էդ որ կնայեմ արդեն կաս կնամ, որ վատ բան եղե, արպին է ինչ եղավ,
Մամա Տերը գրել է, որ մեզի տնից կհանե, պրիվատնի տուն կաբրինք, Տերը գրել է, որ մեզի տնից կհանե։ Վայ մամա ջան, ինչ եղավ, Աստված ջան, ինչ կուզե, թուղթ ու բան է գրե, արեք տուն որ ստորագրեք։ Ելա խառնված վազի աստղի մոտ։ Աստղ ջան, սպես, ինչ ենենք, ինչ պտենենք։ Հələ մի խառնվեք, սավ, գնացեք հովիվին, գդեք հովիվին պատմեք։ Ելեմ հովիվ մանկամ չա, հով է դուս Էդգարի հետ խորատակեն է։ Հիմի գնացել եմ, սենք կանը հասկանամ, որ մարդիկ խոսան գվդի մեջ չգնիմ։ Բայց ներողություն խնդրի կներեք էլի, կդրեմ ձեր խոսքը, չեմ դիմանա, հովիվ ջան, ու խառնվել եմ իրար, հովիվ ջան, կսեմ, սպես, մի րոպե, հələ մի րոպե, հանգստացեք, հələ սպասեք ես Էդգարին ճամպեմ, հետո նոր կսեք ինչ է եղել։ Եկանք ստեղ, այստեղ կագնանք, ինչ է եղել, սպես, նախ սավ թուղթը չստորագրեք, ինքը ձեզի իրավունք չունի դուրս հանե, դուք 3 ամիս ժամանակ ունիք, դե մենք ուրդից գիտենք ժողովուրդ ջան։ Երկրորդը սավ արի մի հատ աղոթենք։ Ստեղ կագնանք, ես ինքը երկու աղջիկս ձերքը դրեց գլխիս ու աղոթեց։ Ինչս է չեմ լսե, որովհետև արդեն չկամ ես, խառնվել եմ իրար։ Ժողովուրդ գնացինք տուն, առավոտ 11-ն է։ Սաբշենուս վրա համար եկավ, հեռախոսի համար։ Նայեմ գը, ծանոթ աղջիկ է խրգել է, զանգել եմ, կսեմ Աննա ջան, սիկ ինչ համար ես խրգե, ում բդի զանգեմ, ինչ բդենեմ, Բարդ ջան, սա իմ տղիս համարն է, զանգե իրան, ձեզի սեպական տուն է կդե, ինչ ղթե, մեր ոպ է, մարդիկ ստեղ 5 տարի, 10 տարի տուն չեն գրակնի, ժողովուրդ մեկ գիշերմ, ստեղ ենք եղե, առավոտ մեզի համարը տվել են, զանգեցի Սամվելին Մոշկուր ջան սավ, ժամը 5-ին աղջիկներիդ հետ կուկաս այս հադրեսը կգծեմ ձեզի, այդ տեղը կուկակ, որ տերս տեղ է, տունը տեսնիք, չէ, ներողություն, եկուց առավոտ 11-ին կուկակ, որ տունը տեսնիք, այ քեզի բան, Սամվել ջան, սիս 11-ին չեմ կրա, շատ կուզեմ, ինձի համար է, բայց ես չեմ կրա, Սամվել ջան, ես պետք է շտամ Դորտմունդ, ես չեմ գա ասեցի, կեղնի աղջիկս կա, ես եկուց կամ, ես չեմ թողնա Դորտմունդը չեմ գա, ես պետք է շտամ տիրոջ մոտ, լավ, աղջիկս գնաց, մենք գնացինք Դորտմունդ, եկանք աղջիկս զանգեց, հետ եկա զանգեցի, ճամպեն աղջիկս սավ մամ տեսել ենք շատ լավ տուն է, ճոճ Աննանել է հավնել, ոբշեմ երկրորդ օրը մենք պայմանավորվանք գնացի տեսա, Փարք տիրոջը, շատ լավ տուն էր, նախ մեծ տուն էր, տերը շատ լավ մարդ էր, տիրոջ գործն է, ես կավադամ ամենայն ազնվությամբ, ու սկսել եմ հավադալ, աղոտել, երկերով, կարող է ես պես չկարարամ ձեզի հետ, փոքր եմ չեմ կրա, բայց երկերով, ամեն ցերեկ գիշեր, ուղեղիս մեջը երկեմ գա, так что շնորհակալ եմ սիրելիներս, Տերը օրհնի, բոլորիս, Փարք տիրոջը, ամեն